Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ իսրայելահայեր թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չեռնամորյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Չեռնամորյան։ Ողջույն, բարև ձեզ։ Ինչ իրավիճակ է հիմա Իսրայելում, այն քաղաքում, որտեղ դուք եք ապրում, Իրանը հարվածներ է հասցնում, ինչ օբյեկտներ է թիրախավորվել։ Նախ շնորհակալություն հնարավորության համար։ Գիշերը ընդամենը 4 ժամ եք մոտ քնել, ավել չի ստացվում մեր Իրանի այաթոլլաների ռեժիմի պատճառով։ Ապրում ենք Պետախտիկվայում եւ աշխատում ենք Իսրայելի կենտրոնում, իհարկե Թել Ավիվում եմ աշխատում։ Երեկոյան բավականին ծանր էր իրավիճակը Թել Ավիվում եւ 180 հրթիռ արձակվել Իսրայելի վրա, միայն Իսրայելի վրա 180 հրթիռ մոտ։ Այս պայթրությամբ կամ մեկ մահացած կին քաղաքացիական բնակության շրջանում, մոտ 100 վիրավոր, այս վիրավորների 21 հոգին բաժին ընկավ Թել Ավիվի վրա ընկած քաղաքացիական ուղղակի բնակության վրա արձակված հրթիռի պատճառով։ Նաև եղել են խոցումներ հյուսիսային շրջաններում եւ կենտրոնից ոչ հեռու հարավային որոշ վայրերում են հրթիռներ ընկել։ Իրավիճակը մնում է լարված, իհարկե, երեք բացառիկ օրեր, երբևէ ես այս 23 տարիների ընթացքում չեմ հիշում նման օր, որ ասենք առավոտ ժամը 8:13 առաջինը հանգստացանք եւ դրանից հետո առաջին տագնապը եւ դրանից հետո ասենք արդեն հաշիվներս կորցրեցինք, թե քանի անգամ ենք իջել ռմբապաստարան, ասենք կան մարդիկ, ովքեր որ աշխատում են, նույնիսկ շաբաթ օրը, գիտեք, Իսրայելում ոչ աշխատանքային օր է, ես աշխատանքի էի եւ կան այնպիսի կազմակերպություններ, ձեռնարկություններ կամ ընդհանուր սպասարկման ոլորտ, որը աշխատում է նույնիսկ պատերազմական ժամանակահատվածում եւ խնդիր է աշխատանքի հասնելը, խնդիր է աշխատանքից հետ գալը, որովհետեւ ճանապարհին ամեն քայլափոխի տագնապ է հնչում եւ դու էլ ասենք մայր ուղիների վրա ես, պետք է լավ իմանաս թիկունքի ծառայության բոլոր կանոնները, որպեսզի կյանքդ խնայես, գիտենաս ճիշտ պատը սպառվել, ասենք թեկուս սպարկես գետնին, եթե տեղ չկա պատը սպառվելու, ավտոմեքենայից իհարկե դուրս գալով, հեռու պարկելով ավտոմեքենայից եւ այլն եւ այլն։ 17 թե 18 անգամ արդեն չեմ էլ հաշվել, թե որքան տագնապ եղավ երեկ մինչև գիշերը 12-ը, ժամը 8:13-ից հետո պատկերացրեք, մեր ընտանիքները երեք ամբողջ օրը ռմբապաստարաններում են անցկացրել, այնպիսի վիճակ էր, որ ասենք ստանում էինք տագնապի ձայնը, այնուհետև ունես հաշված րոպեներ ռմբապաստարան իջնելու, դրանից հետո ասենք մինչև 10 րոպեից ավել պետք է սպասես մինչև տագնապն անցնի, դեռ որպեսզի նոր հաղորդագրություն ստանաս թիկունքի ծառայությունից եւ այս թիկունքի ծառայությունից տագնապը չստացած երկրորդ տագնապն էի ստանում ռմբապաստարանում, երկրորդը, երրորդը նոր քիչ առաջ էլ 6-14 րոպեին նոր տագնապ հնչեց, իջանք ռմբապաստարան, մոտ ժամից ավելի նոր ենք բարձրացել տուն, այս իրավիճակն էր։ Բնակելի շենքեր են վնասվել։ Այո, հիմնականում հարվածում են բնակելի շենքերին, խաղ բնակչությանն ու ցանկացած ռեժիմ, ինչպիսին ռուսական ռեժիմն է, իրանական ռեժիմն է, բոլոր նույն այս դիկտատորական ռեժիմները նույն ծրագրով են կրվում, որևէ փոփոխություն չկա։ Նրանց ուժերը չի պատում, ասենք զինվորների դեմ կռվեն, բանակի դեմ կռվեն, հիմնականում թիրախավորում են խաղաղ բնակչությանը, սա սովորական արդեն երևույթ է մեզանում, իդեպ եւ Հութիները եւ այսօր առավոտյան էլ Հեզբոլլահը, երբ որ հայտնի դարձավ այաթոլլա Ալի Խոմեյնիի սպանության մասին, հայտարարել են, որ մտնելու են պատերազմի մեջ։ Հիմա այս պարագայում տեսեք, եթե միայն 180 հրթիռ մոտավորապես Իրանը բաց է թողել Իսրայելի վրա, ասենք ինչպիսի քանակությամբ են նա բաց թողել, ասենք Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի վրա, ամերիկական ռազմաբազաների վրա, գիտեմ որ բավականին ու խնդիրն այն է, որ ասենք եթե արաբական երկրները չունեն ռմբապաստարաններ, չունեն հակաօդային նորմալ պաշտպանություն, ասենք Իսրայելում քաղաքապաշտպանությունը կարելի ասել Իսրայելը աշխարհի համար մեկ պետությունն է, որտեղ
քաղաքապաշտպանությունը այսպիսի մակարդակով է կազմակերպված, ու ես երազում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը նման քաղաքապաշտպանություն ունենա, երբ որ հեռախոսիդ ստանում ես, ասենք, երբ որ Իրանից արդեն հերթիրը բաց են թողել, Արբանյակը ֆիքսում է հերթերի բաց թողումը, անմիջապես ողջ Իսրայելի բնակչությունը հեռախոսին, նույնիսկ եթե հեռախոսի մեջ SIM քարտ էլ չունես, նույնիսկ պատկերացրեք հեռախոսի մեջ SIM քարտ չունես, SMS է ստանում, այսպես լույս է վառվում, մի հատ այլանդակ ձայն է գալիս, այնքան զզվելի մի հատ ձայն է, որ ասենք ուղղակի միայն այդ ձայնից ստրես ես ապրում, ու քեզ հիշեցնում է, որ ունես այսքան րոպե ռմբապաստարան իջնելու համար։ Դուք տեղեկություններ ունեք, հայերի շրջանում վիրավորներ կան, թե չէ։ Իհարկե ունեմ, բարեբախտաբար հայերի շրջանում վիրավորներ չկան, կապս պահպանում եմ ինչպես միշտ հայկական բոլոր խոշոր կենտրոնների հետ, թե Երուսաղեմ լինի, թե Հայֆա, թե մնացած շրջանները հարավային կենտրոնական, մեր Պետախտիկվայի հայերի միությունը եզակի այն կազմակերպությունն է Իսրայելում, երբ որ պատերազմներ է լինում, ստեղծում ենք շտաբ արագ արձագանքման եւ փորձում ենք օգտակար լինել, այս պահին դեռ նման շտաբ ստեղծելու անհրաժեշտություն չկա, հայերի շրջանում վիրավորներ չկան, տուժածներ չկան բարեբախտաբար, բայց ինչպես նշեցի, 100 մոտ վիրավորներ կան, որոնցից 20-ն են, ասենք, հրտիռի հարվածի պատճառով վիրավորվել, որոնցից, եթե չեմ սխալվում, 3-ը միջին ծանրության են, 5-ը թեթև, այսինքն 3-ը թեթև, 3-ը միջին ծանրության, մնացածը թեթև են, իսկ այն մնացած մարդիկ ուղղակի, ասենք, ճանապարհին տարեց մարդիկ են, ընկել են ներքև, նման վնասվածքներ են ստացել, կամ ասենք հրտիռների պայթման հետևանքով, ասենք, այդ ալիքի կամ ապակիների նման վնասվածքներ են ստացել, եւ մեկ կին մահացավ ցավոք սրտի 3 այդ Թել Ավիվի վրա հարձակումից հետո, ինչպես նշեցի, այո, խոցում են, ուղիղ թիրախավորում են խաղաղ բնակչությանը, որտեղ որ ընկնի, բայց գիտեք ինչն է հետաքրքիր, պարոն Կիրակոսյան, տարբերություն կա, եթե նախորդ տարի նրանք համազարկերով, ասենք, տասնյակ հրտիռներ էին բաց թողնում, փորձելով աշխատել թվաքանակի վրա, որ ասենք ենթադրենք 100 հրտիռ կրակեն, մեկը բաց թողնեն կամ երկուսը բաց թողնեն, այս անգամ ոչ մեծ համազարկներով են կրակում եւ շատ ավելի այսպես փաստն այն է, որ 3 Թել Ավիվի վրա հարձակումը երկրի կենտրոնի, ասենք, հյուսիսի վրա կամ Երուսաղեմի վրա արձակված հրտիռների արդյունքում համազարկերը փոքր են, քիչ քանակությամբ, բայց փաստորեն արդյունավետ։ Մեկ հրտիռ ընկավ, ասենք, երկրի կենտրոնում, չնայած շատ են լինում, որ ասենք ուղղակի չեն խոցում, ընկնում է հրտիռը, բայց ասենք փորձում են այդ հետագիծը հրտիռի տեսնել, թե ինչ հետագծով է գնում, եթե ասենք կարիք կա խոցելու, խոցում են, եթե զգում են, որ ասենք կգնի անապատի մեջ կամ գյուղատնտեսական դաշտերում եւ այլն, այդ հրտիռները չեն խոցում։ Բայց Իսրայելը ամերիկյան կողմն է Իրանում թիրախավորում քաղաքացիական օբյեկտներ, օրինակ այդ աղջիկների դպրոցը, որտեղ ասում են մոտ 80 տասնյակի է հասնում երեխաների զոհված երեխաների թիվը, երկու կողմից կա այդ խնդրահարույց իրավիճակը, որ ռազմական օբյեկտներից բացի նաև քաղաքացիական օբյեկտներ են թիրախավորվում։ Հասկանում եք, առաջին հարվածը, որ եղել է, առաջին հարվածը ոչ թե եղել է օդանավերով, որոնք շատ ավելի կոնկրետ են խոցում, այլ եղել է հրտիռներով։ Այսինքն առաջին հարվածը, որ եղել է, սկզբից հրտիռներով են խոցել, հետո նոր օդ են բարձրացվել ինքնաթիռները։ Երբ որ ինքնաթիռը մոտենում է, ասենք, թիրախին մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա, հեռավորություն մոտենում է թիրախին, իր հրտիռները շատ ավելի դիպուկ են հարվածում, քան թե ասենք 2000 կիլոմետր հեռավորության վրա նավի վրայից արձակված թևավոր հրտիռը, որը ասենք Թոմոհավքերը նոր զենքեր չեն։ Եվ նման, ասենք, հարձակումը իհարկե ունի որոշակի շեղումներ եւ ընկնելով իհարկե, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իսրայելը դիտավորյալ չեն թիրախավորում խաղաղ բնակչությանը։ Նրանք, ասենք, հարվածներ են հասցրել, սա է տարբերությունը։ Ընդ որում Իսրայելը, երբ որ նույնիսկ Հեզբոլլահին ու Համասին է հարվածում Գազայի գոտում, թռուցիկներ են բաց թողնում, նրանց հեռախոսներին SMS-ներ են սովորաբար ուղարկում, հետո նոր խոցում են, հասկանում եք։
այս տարբերակով են նրանք վարում մարտը։ Իսրայելը ու Ամերիկայի Միացյալ Նահանգների նպատակը չէ Իրանի ժողովրդին վերացնելը։ Իսկ այդ դպրոցի վրա, որ ընկավ հրտիռը, սա ես վստահ եմ, որ պատահականություն է, ուղղակի հրտիռը շեղվել է, որովհետև այս տոմահավքերը ու հրտիռները բոլորը 2026 թվականի արտադրած հրտիռներ չեն։ Իհարկե սիրտս ցավում է երեխաների համար, մահացած մարդկանց քաղաքացիական բնակության համար, մարդիկ մեղավոր չեն, թե ինչպիսի ռեժիմի տակ են ապրում եւ ինչպիսի զրկանքներ են կրում, բայց մի մոռացեք, որ այս մարտակերների ռեժիմը որոշ տվյալներով նույնիսկ 60,000 մարդ են սպանել, մինչև այս վերջերս էլ գնդակահարում ու մահապատժի են մարդկանց ենթարկում։ Տեսել եք այն կադրերը, թե Այաթոլլահ Հոմեյնիի սպանության լուրը Թեհրանում ինչպես ընդունեցին։ Մարդիկ, ասենք, այդ հրավառություններ էին կազմակերպում, իրար կոնֆետներ էին բաժանում, ամբողջ աղմուկ-աղաղակ ու ուրախության չափ չկար Թեհրանում։ Եվ մի բան էլ ասեմ, ձեզ պարոն Կիրակոսյան, բավականին մեծ քանակությամբ հեղափոխական պահապանների ղեկավարության գլխավոր հրամանատարներ են սպանվել, որոնք կամաց չերի երես են դուրս գալիս, թե ում են սպանել։ Եվ ըստ ձեզ ով է նրանց տեղը ասել։ Իսրայելը այնքան հետախուզություն ունի, որ մտել է բոլորի տները, տեսել է ով որտեղ է մտել, իհարկե ոչ։ Բա ով է ասել։ Իրեն ժողովուրդը։ Իրեն ժողովուրդն է բոլորի տեղը ասում ու շատ մեծ սիրով համագործակցում են բոլոր, թե ամերիկյան, թե իսրայելյան հետախուզության հետ, մեծ սիրով, որովհետև իսրայելցիները մի հատ հրեա կարող է Իրանի սահմանին մոտենալ, չի կարող, որը թեկուզ ասենք հրեան կարող է մոտենա Իրանի սահմանին, չի կարող։ Բոլոր այն լրտեսները, որոնք լրտեսում են Իսրայելի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, Իրանի քաղաքացիներ են, ու այս մարդկանց ցանկությունը շատ մեծ է այս ռեժիմից ազատվելու համար։ Եվ ինչ է հիմա փոխելու, Թեհրանը պաշտոնապես հաստատեց, հա, հոգևոր առաջնորդի Ալի Խամենեիի մահվան մասին լուրը։ Նախ սա Իսրայելի օպերացիայի հետևանքն է, թե Ամերիկայի։ Իսրայելի։ Հաշվարկելով, որ պատերազմի մեկնարկին Իսրայելը նշել էր, որ անձանց է պաշտոնյաների է թիրախավորում, Վաշինգտոնը նշել էր, որ ռազմավարական օբյեկտներն է թիրախավորելու։ Ուրեմն երեք հրեա վերլուծաբաններից մեկը զինվորական շատ հետաքրքիր ուրեմն վերլուծություն արեց, մոտ 1 ամիս առաջ Իսրայելի գլխավոր շտաբի պետը գնացել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ու գիտեք, թիրախները կոնկրետ հազարավոր թիրախներ ունի Իսրայելը իր բազայում, եւ Նեթանյահուն էլ որ մեկնել էր Դոնալդ Թրամփի հետ հանդիպման, այս թիրախների ամբողջ ուրեմն բազան տվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ու այնքան միասնաբար են աշխատում ամերիկյան ու իսրայելյան օդուժը, որ համաշխարհային պատմության մեջ նման սիմբիոզ, այսպես ասեմ, կենսաբանական տերմինով չկա եւ չի եղել, թե ինչպիսի համագործակցություն օդում ունեն, թե ինչպես են, ասենք, իսրայելյան օդանավերը լիցքավորում ամերիկյան F-35-երը օդում, ինչպես են ամերիկյան լիցքավորող օդանավերը լիցքավորում իսրայելյան F-35-ը կամ իսրայելյան F-16-երը, հա, օդում, այսինքն համատեղ բաժանվել են թիրախները երկու երկրների միջև եւ Իսրայելն է սպանել այո, Իսրայելը 30 ռումբ է նետել այն տարածքի վրա, որտեղ որ Հոմեյնեին ու սա Հոմեյնեի ճակատագրական սխալն է եղել, նոր քիչ առաջ կարտացի րոպեներ առաջ, որ Հոմեյնեին ինչ որ հանդիպում է կազմակերպել իր գլխավոր հրամանատարների հետ եւ վերջին պահին որոշել են իբր անվտանգության նկատառումներից ելնելով տեղը փոխել հանդիպման, որ եւ դարձել է ճակատագրական սխալ, անմիջապես Իսրայելը իմացել է, թե որտեղ է այդ նոր տեղը եւ այդ տարածքի վրա 30-ը հրտիռ են ներողություն ռումբ են նետել 30։ Իրանում է դա եղել։ Այո։ Օրինակ պաշտոնապես ասում են, որ ոչ թե բունկերում է եղել, այլ եղել է իր նստավայրում։ Դե համենայն դեպս պատկերացրեք, նույնիսկ եմ կրկնում, եթե Իրանի ժողովուրդը չասեր տեղը որտեղից են իսրայելցիներ իմանալու, հայրական հատուկ ծառայություններն իմանալու, թե որտեղ է այդ պահին ինչ որոշում է կայացրել Հոմեյնեին,
ուր պետք է գնար ու չի գնացել եւ որքան օպերատիվ է իսրայելյան օդուժը գործել, այսինքն օդում են եղել արդեն ինքնաթիռները, որոնք անմիջապես 30 ռումբ են նետել այդ տարածքի վրա։ Եվ այլ որ պաշտոնյաների մահվան մասին կան տեղեկություններ, հայտնի է նաև Անկեղծ ասած պաշտպանության նախարարի անունները շատ են, ես անկեղծ ասած չեմ կարող անուններն ասել, բայց գիտեմ, որ եւ նաև խոսում են, որ նույնիսկ Հոմեյնիի ընտանիքի անդամներ են մահացել, սպանվել եւ նաև ԿՍԻՌ-ի, այսինքն հեղափոխական պահապանների գլխավոր հրամանատարն է սպանվել, նաև Պարսաշճան բազմաթիվ զինվորականներ են սպանվել, ուղղակի անունները ամբողջ իրանական են, ասենք մի բան չեմ արել, չեմ առանձնացրել թե կոնկրետ, բայց բոլոր նախագահը ինչու է, նախագահն ինչու է թիրախում, ըստ էության նա այսպես բարեփոխումներին կողմ, ինչքան որ Իրանում հնարավոր է, հա, այդ ռեժիմին հակառակ կարծիք հայտնել, ըստ էության Փեժեշքյանը նման դիրքավորում ուներ, նա ինչու է հայտնվել թիրախում։ Մի մոռացեք, որ հենց ապստամբներին ճնշելու գործունեությունը, որ իրականացնում էին այդ հեղափոխականներն ու պասիջ կոչվածը, սրանք նաև Փեզեշքյանն է, չէ, երկրի ղեկավարը։ Ոնց է հնարավոր, որ ասենք Փեզեշքան ռեֆորմիստ Փեզեշքյանը նման հրամաններից անմասն մնար։ Այսինքն ողջ իրանական, նույնիսկ Ահմեդինեջադի տունն է թիրախավորվել, նախկին նախագահների տունն է թիրախավորվել, ոչ միայն ասենք ներկայիս։ Եվ ես կադրեր եմ տեսել, թե Ահմեդինեջադի տան վրա ինչպիսի հարձակում է տեղի ունեցել, չգիտեմ նա կենթանի է, կենթանի չէ, սակայն եւ նախկին եւ ներկայիս բոլոր նախագահներն Իրանի թիրախավորվել են, որովհետեւ այս մարդիկ այն մարդիկ են, որոնք որ համենայն դեպս առանց ռաղբարի թույլտվության իշխանության գլուխ չէին գա եւ եղել են հնու հնազանդը Իրանի այս ռեժիմի, այսինքն միևնույն է, կապ չունի։ Հիմա հոգևոր առաջնորդի սպանությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է գոյություն ունենալ, թե ոչ։ Այս պահին այո, որովհետև որքանով որ Իսրայելյան հետախուզությունն է հայտնում, Հոմեյնիին մինչև երեկվա իր համար ծանր դեպքը եւս 3 մարդ էր նշանակել յուրաքանչյուր պաշտոնի, այսինքն իրենով պետք է փոխարինի, եթե փոխարինողին էլ սպանեն, եւս երրորդին, եւս չորրորդին, այսինքն բոլոր հրամանատարական կազմը եւ բոլոր ղեկավար պաշտոնները եւս 3 մարդ ավել նշանակել են, որ ասենք սրան սպանեցին, մյուսը կվերցնի իշխանությունը, նրան սպանեն նրան, բայց որքանով որ հիմա տեղեկություններ են գալիս Իրանից, բանակը այս պահին մեծ հետաքրքրություն էլ չունի, ասենք, շարունակելու այս պատերազմը, որովհետև այնպիսի ուժեր են կուտակված Իրանի շուրջ, որ ուղղակի հնարավոր չէ պատկերացնել։ Դուք պետք է, ասենք, միայն այդ ինքնաթիռները, որ ասենք մեր տարածքով, մեր գլխավերևով թռչում են, այդ հռնդուն այդ ձայները ինքնաթիռների, հա, պատկերացրեք իրանցիների վիճակը, թե ինչ են նրանք այնտեղ զգում, երբ որ տեսնում են այդ ողջ ավիակիրները, աշխարհի ամենամեծ ավիակիրը Իսրայելի միջերկրական ծովի մեր ափերին մեզ է պաշտպանում։ Երեք ընկերներից մեկը պատմում էր, որ ասենք սա էլ ասեմ, երբ որ գալիս էր, ասենք մոտոցիկլով, ասում է երթևեկում է, տեսնում է թե ծովի վրայից, նավերի վրայից ինչպիսի հրթիռային համազարկեր բարձրանում մոտ, ասենք, որպիսի խփեին իրանական հրթիռները, իրեւ ասեմ, որ մեկ հրթիռը, որ խփում են իրանական հրթիռին, $1 միլիոն արժի։ Խեց 3 համակարգը իսրայելյան, մեկ հրթիռը $1 միլիոն արժի եւ կարող են 3-4 հրթիռ բաց թողնել, որպեսզի այդ մի հրթիռը խոցեն։ Եվ հիմա հոգևոր առաջնորդի մահը ինչ է փոխում այս իրավիճակում, ինչ զարգացումներ կլինեն։ Այն է փոխում, որ ժողովուրդը տեսնում է, որ Հոմեյնիին ու նրա ռեժիմը անմահ չեն եւ Իրանում եթե լինեն ուժեր, որոնք կարողանան կենտրոնացնել համընդհանուր ժողովրդի ցասումը,
գուցե իշխանափոխության հնարավորություն լինի, բայց ես մի փոքր կասկածում եմ, որովհետև Իրանում չեմ տեսնում այն ուժերին, ովքեր որ այսօր այս պահին գետնի վրա կարող են իշխանափոխություն իրականացնել։ Ուղղակի ինտերնետն էլ են անջատել կրկին, Իրանում ինտերնետ էլ չկա։ Այսինքն, եթե ցանկություն ունենան մեկը մյուսի հետ շփվելու եւ կապ պահպանելու, որպեսզի տարբեր քաղաքներում, ասենք, ապստամբություն բարձրացնեն, երբ որ կապ չունես, կազմակերպելը որևէ մի կենտրոնից շատ-շատ բարդ է։ Եվ իշխանափոխությունը ճիշտ է, հնարավոր է, բայց այս պահին շատ քիչ հավանականություն կա, որովհետև դեռևս Իրանի այս հեղափոխական պահպանության այս կորպուսը դեռևս կռվում է, դեռևս հրթիռներ է բաց թողնում եւ չի հրաժարվում հրթիռներ ուղարկելու քաղաքականությունից։ Հիմա Իսրայելի եւ Միացյալ Նահանգների նպատակն է Իրանում ունենալ իրենց ենթակա իշխանություն, դրան են ձգտում։ Հիմնական նպատակը այն է, որ միջուկային զենքի արտադրությունը Իրանում կասեցնել, սա է գլխավոր նպատակը։ Իրանի հետ ինչքան էլ փորձեցին բանակցել, այն Ամերիկայի տվյալներով 40, Իսրայելի տվյալներով 60 կիլոգրամ հարստացված ուրանը Ամերիկայի Միացյալ Նահանգներին փոխանցելու հետ կապված փաստորեն տապալվեցին բանակցությունները, եւ սա առաջին գլխավոր խնդիրն էր։ Երկրորդ խնդիրը Իրանի կողմից բալիստիկ ծրագրերից հրաժարումն էր, որովհետև Իրանը մոտ 3000 կիլոմետր հեռահարության արդեն հրթիռային ծրագիր էր մշակել, իսկ 3000 կիլոմետրը պատկերացրեք ինչպիսի հեռահարություն ունի, եւ նույնիսկ շատ ավելի հեռահար հրթիռներ արտադրելու, ասենք, տեխնոլոգիաներ էին ձեռք բերել։ Իդեպ ասեմ, որ նաեւ Ռուսաստանից եւ Չինաստանից է Իրանը հրթիռներ ստացել եւ հակաօդային պաշտպանություն է ստացել Ռուսաստանից եւ Չինաստանից։ Եղել են օրեր, որ 12-ից ավելի միայն չինական ծանր օդանավեր են վայրեր կատարել Տեհրանում, բերելով հրթիռներ, տարբեր տեսակի տեխնոլոգիաներ, եւ նաեւ այստեղ հաղորդվում էր, որ Չինաստանը իր արբանյակներով, հետախուզական արբանյակներով օգնում է Իրանին ավելի, այսպես ճշգրիտ հարվածներ հասցնել ռազմական օբյեկտներին Մերձավոր Արևելքում, սա էլ իդեպ։ Եվ նաև տեղեկություններ ունենք, որ չինական հրթիռներն են օգտագործվել Իսրայելի տարածք խոցելու համար, ինչպես նաև մնացած շրջաններ, այսինքն օդում հանդիպել են իսրայելյան, ամերիկյան եւ մի կողմից իրանա-չինական տեխնոլոգիաները, ոչ միայն իրանական հրթիռները, այլ նաև չինական հրթիռներ են բաց թողնվել մեր վրա։ Եվ հիմա ինչ է կարծում։ Այն իրողություն, պարոն Կիրակոսյան, սա երկրորդն էր, ասենք, բալիստիկ հրթիռների ծրագիրը մոռացա, եւս երկու կարևոր կետ կա։ Երրորդ կետը սա պրոքսիների ֆինանսավորման բացառումն է, այսինքն առաջինը միջուկային էր, երկրորդը բալիստիկ հրթիռների ծրագիրն էր, որը մինչև 300 կիլոմետր պետք է կրճատվեր հեռահարությունը հրթիռների ընդհանրապես, եւ նաեւ մյուսը իրանական պրոքսիների ֆինանսավորման դադարեցումն էր, իսկ չորրորդը իրանական ժողովրդի ազատագրումը, այսինքն ռեժիմի փոփոխությունը։ Սա էր հիմնական 4 պահանջը Իրանին ներկայացված, որն իհարկե որևէ մի կերպ, որևէ մի կետ հնարավոր չէր ընդունել այս ռեժիմի կողմից։ Խամենեի սպանությամբ արդյոք էպիկական զայրույթ գործողությունը հասավ իր ավարտին, թե շարունակվելու է դեռ։ Ոչ, չի շարունակվելու են հիմա ռազմական գործողությունները։ Ամերիկայի միացյալ այսօր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մի քանի օր շարունակվելու է։ Ես ձեզ ասեմ, որ անցյալ անգամ օրինակ 12 օր էր պատերազմը եւ ըստ էության իրենց լրիվ նպատակներին չհասան, որովհետեւ Իրանը փաստորեն ամբողջությամբ չզրկվեց միջուկային ծրագրից, ուրանը պահեցին իրենց հարստացած եւ Նաթանզում, Ֆերդոյում, Իսպահանում եւ մյուս այլ շրջաններում սկսվել էին վերականգնողական աշխատանքներ, դե տարուց մի քիչ պակաս ժամանակ էր անցել, արդեն բավականին շինարարական աշխատանքներ են իրանցիներն իրականացրել այդ միջուկային օբյեկտներում, որոնք պետք է իհարկե նորից հետ շպրտվեն։ Հիմա այս պահին խոսակցություններ կան, որ երկու սպիրիտները նորից
հնարավոր է Դիեգո Գարսիայից դուրս գան եւ ուղևորվեն Մերձավոր Արևելք, այսինքն միջուկային ծրագրին դեռ հարված այս պահին չի հասցվել։ Հիմնական թիրախավորվել են պետական ուրեմն պաշտոնական շենքերը, նախկին ու ներկայիս նախագահների նստավայրերը, հա, այսինքն կառավարական շենքերը, այդ այաթոլաների մարտակեր ռեժիմի հիմնական կառավարական շենքերն են թիրախավորվել եւ նաեւ հեղափոխության պահպանների ռազմաբազաները, հրթիռային հենակետերը, հրթիռների բաց թողնման այդ ուրեմն ստորաբաժանումները, բայց լուրջ հարվածներ այս պահին դեռ միջուկային ծրագրերին չի հասցվել։ Ընդ որում Եմենի հութիներն ու Հեզբոլլահն էլ հայտարարել են, որ միանալու են այդ Հոմեյնիի սպանությունից հետո մեզ նորից խոցելու են, բայց Իսրայելը շատ հստակ Լիբանանի կառավարությանը մեսիջներ է ուղարկել, որ եթե մեկ հրթիռ կամ մեկ ԱԹՍ անցնի Լիբանանի սահմանը, Լիբանանի կառավարությունը թող մեզանից չնեղանա։ Բավական երկար ժամանակ Իսրայելը պահանջում էր, որ Լիբանանի կառավարությունը աշխատանքներ ձեռնարկի Հեզբոլլահին զինաթափելու հետ կապված, եւ ըստ պայմանագրի պետք է զինաթափվեր Հեզբոլլահը, որը չի անում, եւ այս վերջին մի շաբաթվա ընթացքում չեք պատկերացնում, բավական լուրջ ուժեր են կուտակվել Իսրայելի հյուսիսում, որպեսզի կանխեն Հեզբոլլահի հնարավոր ներթափանցումը Իսրայելի հյուսիսային շրջաններ, եւ այնտեղ նաեւ Իսրայելի ողջ ավիացիոն պարկը չի օգտագործում Իրանի դեմ հարվածներ կազմակերպելու հետ կապված։ Իսրայելը 400 ինքնաթիռ ունի եւ այդ 400-ից մաքսիմում 200-ն են մասնակցում Իրանի վրա, ասենք, այդ հարվածներին, իսկ ընդհանուր առմամբ մոտ 500 ինքնաթիռ է մասնակցում Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Իսրայելի կողմից այս հարձակումներին։ Պատկերացնում եք F-35, F-22, F-18, F-15, F-16 այս բոլոր F-երի պարկը եւ P2-ն էլ ճանապարհին է, P2 Spirit-ն էլ ճանապարհին է։ Պատկերացրեք ինչպիսի հզոր 500 ինքնաթիռ, պատկերացնում եք ինչ կարող են անել 500 գերժամանակից ինքնաթիռները, որոնց նույնիսկ իրանական ու ռուսական արտադրության ռադարները չեն կարող տեսնել։ Եվ տարածաշրջանում ինչ ազդեցություն ձեզ կունենա այս զարգացումները, հատկապես Հայաստանին առնչվող։ Պարոն Կիրակոսյան, շնորհակալություն ձեր հարցի համար։ Ես որևէ նախադասություն նորմալ վերլուծություն Հայաստանից չտեսա, թե ինչպիսի պլաններ ունեն, ու շատ զարմացա, երբ որ մեր պաշտպանության նախարարը մեկնել էր Իրան օրեր առաջ, իմանալով, որ այս պատերազմը անխուսափելի է։ Դե գուցե գնացել էր եւս մեկ անգամ հավաստիացնելու, որ Հայաստանի տարածքը չի օգտագործվելու Իրանի դեմ գործողություններում, եւ դա Իրանը սա չէ։ դա էլ է նկատի կարելի է ունենալ, բայց դրա համար չարժեր գնալ հասնել Իրան, եւ դրանից բացի էլ իրանական ռեժիմի ասենք դեմ Հայաստանում տեղ ունեցած ցույցերը, հետո այդ ցույցերի թույլտվությունը չտալը, սա էլ բավականին այսպես իմ կարծիքով ստվեր նետեց Հայաստանի որպես ժողովրդավար պետության վրա մի կողմից, մյուս կողմից էլ ասենք մի մոռացեք ով է առաջինը Ադրբեջանին շնորհավորել Արցախը միավորելու հետ կապված, հարգելի Ալի Հոմեյնիին, երջանկահիշատակ։ Իսրայելը չի շնորհավորել առանձին հատուկ Ադրբեջանին չի շնորհավորել։ Ընդ որում վերջին Իսրայելի արտգործնախարարի այցը Բաքու շատ հետաքրքիր մեսիջներ ուներ այն առումով, որ Իսրայելը չի տեսնում Ադրբեջանին որպես միջնորդ Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորելու առումով։ Սա շատ կարևոր մեսիջ էր եւ օրեր առաջ այս հարձակումից Մոդին էր Հնդկաստանի գտնվում Իսրայելում, նույնիսկ Բենյամին Նետանյահուն շոուեր էր հակել, հնդկական տարազ էր հակել, որպեսզի դիմավորեր Մոդիին եւ միասին ասենք ճաշկերույթ էին կազմակերպել, շատ ջերմընտ ունեցին Իսրայելն ու Հնդկաստանը $20 միլիարդ ռազմական համագործակցության պայմանագիր ունեն եւս մոտ 1 տասնյակից ավելի տարբեր ոլորտներում եւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության ու տարբեր ոլորտներում պայմանագիր են կնքել։ Սա ինչ եմ ուզում ասել։ Մի կողմից ասել կուզի, որ Իսրայելը
Հայաստանի ամենաջերմ բարեկամ պետությունների հետ լուրջ համագործակցության, ռազմաստրատեգիական համագործակցության պայմանագրեր է կնքում։ Եվ Իրանի հարցը ուշ թե շուտ կլուծվի, ես վստահ եմ, եւ այս հարցը լուծելուց հետո ըստ ձեզ ո՞րն է լինելու Իսրայելի համար 1 թիրախը, համար 1 ողերիմ թշնամին, Թուրքիան, Էրդողանի Թուրքիան։ Եվ Էրդողանի Թուրքիայի դեմ Իսրայելը, Կիպրոսը ու Հունաստանը ստրատեգիական պայմանագիր են կնքել, ստեղծվելու է համատեղ 2500 հոկանոց օպերատիվ զորախումբ, որից 1000-ը տալիս է Իսրայելը, 1000-ը Հունաստանը, 500-ը Կիպրոսը։ Իսկ Հայաստանը որևէ տեսակի դաշինքներում չկա, մերոնք խաղաղության խաչմերուկ են կազմակերպում, արդյոք խաղաղություն ունենք մենք Հայաստանում։ Ենթադրենք Ադրբեջանից Թավրիզից ասում են 10 միլիոն, 8 միլիոն, կապ չունի, 1 միլիոն իրանցի եկան, հաստատվեցին Սյունիքում ու որոշեցին սահմանը ճեղքել մտնել Հայաստան։ Ով է կրակելու նրանց վրա, թողնելու են, որ ներխուժ են Հայաստան, ունենք պլան A, պլան B։ Էրդողանը հայտարարում է, որ ներխուժելու է Պարսկաստան եւ բուֆերային գոտի է հիմա կառուցում Թուրքիայի ու Պարսկաստանի սահմաններին, ու հայտարարել է, որ եթե լինեն նման, ասենք, հոսք մտնելու են Պարսկաստանի մեջ բուֆերային գոտի ու այդ, ասենք, ճամբարները մարդկանց ստեղծելու են Իրանի տարածքի մեջ, մենք ինչ ենք անում, ունենք ռեսուրսներ, խոսում ենք այս մասին, գիտենք ինչ ենք անելու, պլան A, պլան B, պլան C կա։ Ոնց ենք կանգնեցնելու, տալու ենք իրանցիներին, մենք ընդամենը 3 միլիոն էլ չկանք Հայաստանում, 1 միլիոն եկավ Հայաստանի դեմոգրաֆիական պատկեր ամբողջությամբ կդառնանք շիա մուսուլման պետություն ազերներով լցված, ինչ ենք անելու, կրակելու ենք այդ ազերների վրա, Ալիևը կթողնի, որ կրակես ազերների վրա, Իրանից թեկուզ, որոնք որ Ադրբեջանին չեն սիրում, որպես պետություն, բայց կթողնեն կրակես նրանց վրա, այնքան խնդիրներ կա այստեղ շատ լուրջ, ու մերոնք ընդրություն են խաղում, ես որ նայում եմ, թե ինչ Հայաստանում տեղի ունենում, այս Դե ասում են ինչ եք ուզում։ կներեք պարոն Կիրակոսյան, մեր մոտ տագնապ է։ Հիմա դուք պետք է Ես պետք է շտապ իջնեմ, հա, կապի մեջ կլինենք, մենք այսպես զանգ ենք ստանում ու պետք է իջնենք արագ, ժամանակ չկա, արդեն Ռմբապաստանց տեսություն, լավ, կապի մեջ։ հաջողություն ձեզ, պարոն Չեռնամարյան։